Առաջարկվում է կարգավորել սոցիալական աջակցության մասին օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է համապատասխան օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի ներկայացմամբ նախագծով հստակեցվել են ժամանակավոր օթևան տրամադրելու և խնամքի կազմակերպման հետ կապված դրույթները։ Հստակեցրել ենք ինչ է խնամքը, նաև ավելացրել ենք սոցիալական սպասարկող հասկացողությունը, մենք ունենք սոցիալական աշխատողներ, ունենք սոցիալական սատարողներ, հիմա ավելացնում ենք սոցիալական սպասարկող, բայց անպայման սոցիալական սպասարկողի համար նվազագույն պահանջներ ենք սահմանում, որպեսզի այդ մարդիկ եւս հավաստագրվեն։ Փոխնախարարը նշել է, որ նախագծով սահմանվում է նաև սոցիալական սպասարկող հասկացությունը։ Նախատեսվում են նվազագույն պահանջներ, որպեսզի ոլորտի աշխատակիցները կարողանան հավաստագրվել։ Դրանք հիմնականում հստակեցնեմ խնամք իրականացնող մարդիկ են, որոնք հագցնում են, լողացնում են, խնամք են իրականացնում, բայց դրա համար եւս որոշակի գիտելիք եւ հմտություններ են պահանջվում, որպեսզի ցանկացած անձ չկարողանա ասել, որ ինքը դայակ է կամ այլը։ Օրենսդրական փոփոխություններով հստակեցվել են նաև բնայիրային օգնությանը վերաբերող դրույթները, նաև ընտանիքի անապահովության գնահատման կարգը։ Լուսինե Քոչարյանի տեղեկացմամբ սոցիալական աջակցության նոր համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Սա շատ կարևոր է, որ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը հուլիսի 1-ից տարածվելու է բոլոր մարզերում, ամբողջ հանրապետությունում արդեն այս ճանապարհով են ընտանիքները ստանալու անապահովության նպաստ եւ շատ կարևոր է, որ օրենքում հստակ լինի, որ ընտանիքի բոլոր անդամների վերաբերյալ տեղեկատվությունը ինքնաշխատ հավաքվելու է մեզ մոտ, մշակվելու է բոլորի մասին տեղեկատվությունը եւ դրա հիման վրա նշանակվելու է անապահովության նպաստ։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Նախագիծը կընդգրկվի ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։